Գալակուսակցության լիազոր անձ Կարինե Հարությունյանը այսօր ընտրատեղամասերից մեկի մոտ ընտրակեղծիքի դեպք նկատելով փորձել է կանխել այն, որից հետո ոստիկանական տեղամասում հաղորդում է ներկայացրել իր նկատած կեղծարարության փորձի վերաբերյալ։ Ես որպես գալակուսակցության լիազոր անձ ուզում եմ մտնել տեղամաս, որպեսզի մեր վստահված անձը մի քանի րոպեով դուրս գար, մոտենալով ընտրատեղամաս նկատեցի, որ մի կին եւ տղամարդ նստած են նստարանի վրա, բակում եւ քննարկում են ինչ-որ ցուցակներ։ Երբ մոտենալուց սկսեցի ուշադիր լսել, թե ինչի մասին իրենք խոսում էին։ Կինը ասում էր, որ այ մի քիչ հետո սրան վեր։ Նա ասում էր, թե բայն մնացածին եւ կինը ասեց, որ ես քեզ խաբար կանեմ։ Ես հասկացա, որ խոսքը գնում է բացակա անձանց դիմաց քվեարկելու եւ ցուցակներում նշված էին անձիկ, ովքեր որ պետք է գային եւ տեղամասում իրենց պետք է ուղղորդեին, ասեին, թե ինչ են անելու։ Մոտեցա, խնդրեցի, թե ինչ ցուցակների մասին եք դուք խոսում, խնդրում եմ ինձ տվեք ցուցակները, ցույց տվեցի իմ բեյջը, որ ես այլ կուսակցության լիազոր անձ եմ եւ կինը փախավ դեպի տեղամաս, տղամարդը փորձեց դուրս փախնել տեղամասի բակից։ Ես սկսեցի հետապնդել, որպեսզի վերցնեմ ցուցակը, նախապես զանգելով ոստիկանություն եւ կավահերոստանգերություն, որ այստեղ ընտրակեղծարարության դեպք է պատահե։ Այդ ընթացքում ինքը մոտեցավ իր մեքենային, հասավ միջև փողոց։ Մեքենայի շարժիչը միացրեց, ուզում էր փախչել։ Ես հետևի դուռը բացեցի, ու ասեցի, որ ես գնալու եմ քեզ հետ։ Նա նորից իր շարժիչը չէր անջատում։ Ես նորից զգուշացի, որ նկատի ունեցի, որ ես գալու եմ քեզ հետ, կամ դու պետք է տաս ինձ ցուցակը։ Անկամ մարտավարի ասեցի, թե ցուցակը դուր, ուրիշի պատճառով մինգի ոստիկանություն, ես դիմելու եմ ոստիկանություն, ամեն դեպքում, ու գործը տանելու եմ միջև վերջ։ Այդ ընթացքում ինքը փորձեց ցուցակը մեքենայի մեջ ինչ-որ տեղ պահել, ես եւ միացրեց շարժիչը, վնասելով ոտքը, ընդ որում մեքենայի անիվը ոտքիս վրա բարձրացավ այդ ընթացքում եւ ուժեղ իրեն խփեցի հետևից, որ ինքը շարժիչը անջատի։ Դա է եղել, այդ պահին մոտեցան փայլագենց ԶԼՄ տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչ եւ ոստիկանության մեքենան եւ մեր ընթարումը, այդպես ասած, այդ տղամարդի հետ ավարտեց։ Հետագայում ես դա եմ ուզում ասել, երբ որ ես մոտեցա տեղամաս, 34-26 տեղամասն է, պարզվեց, որ նախագահան չի իմացել, որ Բալասանյան դաշինքի վստահված անձը դուրս ունեսել է։ Մարդիկ ասում են, որ ինքը դուրս եկել է, բայց նախագահան պնդում էր, որ ինքը դուրս չի եկել այդտեղից։ Իսկ ես իրան դրսում տեսել եմ իմ աչքերով, որը նաև կարող է հետագայում դա կասացել է։ Բան վարոշտ է։ Всё, էլ ինչ կա։ Ոստիկանական ինչ գործողություն են անցել։ Ոստիկանությունում ես տվել եմ հաղորդում, որ կատարվել է հանցագործություն եւ ընդ որում 2 հաղորդում։ Մեկը եղել է ընտրակեղծիքի իմ աչքերով տեսնելու հաղորդումը, մյուսը եղել է, որ մարդը փորձել է վրայերտ կատարել, ճիշտ է, դա մի քիչ ծիծաղելի է, որովհետեւ ես կանխել եմ բան, բայց ամեն դեպքում փորձ եղել է։